Այս այն օրն է, որ Տերը ստեղծեց։ Ծնծանք և ուրախ ըլլանք անոր մեջ։ Եվ մեր ծնծումը և ուրախությունը արտահայտելու համար մեր երկերովը Տերը մարապանենք։ Յանանք այս խումբին, որը մեր առջև կեցած են, և բոլորս ալ մեր ցայները բարձրացնենք, մեր ուրախությունը հայտնելու համար Տերոջը, մեր փառաբանությունը բարձրացնելով, որտեղ սիրելիներ, դուք այսօր հոսեք, այսօր շատեր այս աշխարհին մեկնեցան։ Ըլլա անօթությամբ, ըլլա հիվանդությամբ, ըլլա պատերազմի մեջ, ըլլա արգասներով, այսօր իրենց կյանքը վերջ կդած է, բայց մենք հոսենք, Աստծո պարտալու պատճառներ ունենք և մեր ցայները բարձրացնենք։
վրա պիտի գարտանք 119-րդ Սամոսի առաջին հատվածը, 119-րդ Սամոսը։ Եվ ասիկա մեր թող խոստումը լա ինչ որտավից հարկավոր և մարկարեն գնե մերն արտողլա։ Երանի ճամփով ամպիցներուն, որոնք դերոջ օրենքի մեջ կկալեն, Երանի անոնց, որոնք անոր վկայությունները կբայեն ու բոլոր սրտով զինք կխնդրեն։ Եվ անօրենություն չեն աներ, հապա անոր ճամփաներուն մեջ կկալեն, տուն բադվիրեցիր, որ շատ զգուշությամբ կուրամաներ կբահենք։ Երանի տեին ճամփաները սաստատվին ու կանոնները կբահելով։ Այն ադեմ պիտի չամշտամ, երբ բոլոր բադվիրակներուտ զգուշություն ունեմ։ Պիտի կովեմ կեզ ուղիղ սրտով, երբ կու արտար տադաստանները ծորվին, կու կանոններըտ պիտի բահեմ ձեզ բոլորովին մի թողուր, կու կանոններըտ պիտի բահեմ ձեզ բոլորովին մի թողուր։ Կեզի պարկուլան կերտնավոր հայր այս բացարիք օրվան համար, դերունական օրվան համար, որ դեր Հիսուսի հարության օրն է և կբաշտենք կեզ և կիշադագենք այդ օրը և ուրախ ենք այդ օրվան համար, որովհետև այդ հարությունը պատճառ եղավ, որ մենք հավիտենական կյանք ունենանք, մենք դժոխքե փրկվենք, մենք քեզ թեմ արդեն տեսնելու իրավունքը եւ անաստաշնորհում ունենանք։ Եվ այս արդու կարճեւ եկած ենք քեզ Բաշտելու մեզի տված բոլոր բարիքներուդ համար, մեզի տված կյանքիդ համար, որ բացառիկ բան մնե, մեզի տված առողջության համար, մեզի տված տարբեր բարիքներուն համար, կյանքի ապրուստի բարիքներուն համար, աշխատանքի կարելիության կարողության համար, մեզի տված ընտանիքին համար, մեզի տված զավակներուն համար, զավակներուն, որոնք կսիրենք, որոնք մեզ կսիրեն, որոնք մեզ կհարկեն, և եթե ոմանք անոնց մե անարագեն, բայց կավադանք թե անոնք օրմը մեր ծանած հունդերով պիտի քեզ գտնեն, քեզի տարնան, կուզավակներ տարնան և քեզի համար վկայություն լան։ Եվ այս հավատքով այսօր հոս կգենանք և կբաշտենք քեզ այս երկրին համար, ազատության համար, որ մեզ շատեր զրկված են ուրիշ երկիրներու մեջ, մեզի դրված այս առատ խոսքի համար, որ մեր ցերկերու մեջ ունենք, եւ այս քարոզության համար, որ գվայելենք մեր հովիվին համար, իր պատկաններուն համար, այս եկեղեցին համար, այս հավաքականության համար, այս բոլոր հավատացյալներուն համար, որ իրարու կողք կան, դեր կարճեմ կգենանք եւ խնդրենք այս արդու քեզ մե, որ մեզ յուրաքանչյուրս քու սիրովդ լեցնես, որպես այդ սերը մեզ բոլորս իրարու միացնե եւ մեկ մարմին դարձնե, քու հարսդ դարձնե։ Եվ երբ այդպես լանք, գիտենք, որ մենք պիտի պատրաստվենք քեզ դիմավորելու, եւ երբ կլսենք ու ոտքերուց ցայները դեր Հիսուս, խնդրենք քեզ մե, որ մեզ զգուշ դարձնես եւ արթուն բահես, որովհետեւ մենք կրնանք քեզ դիմավորել։ Դիմավորել պատրաստ մաքուր հանդերձներով, մաքուր խղճմրանքով, մաքուր կյանքով, մաքուր հարաբերություններով եւ կրնանք կարճեւ գնալ հավիտենականությունը միասին շարունակելու համար։ Եվ այս արդու կարճեւ կգնանք քեզ վայելելու համար, քո խոսքդ լսելու համար եւ քեզ տեսնելու եւ լսելու համար։ Եվ խնդրենք դեր, որ օրտես բոլոր բեմերը ուր քո խոսքդ կկարոզվի, ուրալլա աշխարհի տարբեր անկյուններու մեջ, օրտես բոլոր եղբայրության բեմերը, որոնք քեզ կսիրեն եւ քեզի կծառայեն, օրտես բոլոր միսիոնարները, որ անաբատներու մեջ կամ դակ տեղերու մեջ քեզ կկարոզեն, խնդրեմ, որ անոնց աշխատանքը արդյունաբերնես եւ անոնց գործը դյուրացնես։ Իշես մեր հայրենիքի վիճակը, դժվար կացությունը, որ մեջ են դակավին գանցնին, նման խաղաղություն դաս Ղարաբաղի եւ հայրենիքի այս աներկացությունեն դուրս բերես, որպեսզի մեր ժողովուրդը, որ քեզ սկսավ ճաշնալ, լման ճաշնա, քեզի հետևի, քեզ բաշտե եւ քու ժողովուրդը դլա եւ քեզի համար միսիոներներ լա մեր բոլոր տրացի երկրներու մեջ։ Այս բոլորը քանոտ խնդրենք Տեր Հիսուս։ Ամեն։ Դարձյալ մի քանի երկերով դերը պիտի բաշտենք, բոլորս մասնակցենք այդ պաշտամունքին։
Վանակ մեր երկարան թիվ 357-րդ երկիր թիվ 357-ը Շատ հերի եզրը պայծար ուշ չգար ինձ համար, բայց լսեց բրգից ինձ ցայն, ինձ եկավ օգնության, վեր պարտացուցից ջուրեն ալ եմիրել, թիվ 3
եկեք դարձա մեր վերջին երկրիվ 180, երկրորդ երկրիվ 182 մեր երկարաններում մեջ։ Անոնք որ երկեցին այս երկը, լավ մտածեցին առաջին դողի մասին, երբ երկեցին։ Հիսուս է իմ աշխարհս բոլոր։ Այդպես է։ Եթե այդպես է լավ, եթե չէ, հնենք մեր աշխարհը բոլոր։ Բարի եկած այդ բոլորը միասին դերը բաշխելու այսօր եկացին լծուն է, ամարը վերջացավ։ Բարի եկած եք և այսօր բացարի գորմն է, այդակիրը ուրիշ նյութերան ունի իր մեջ, որով ամբերով իլան, տնալան կշմի երգարի, բայց դենք թե դերոչ դամ մեջն ենք և զինքը բաշտենք։ Նորեկներ կան այսօր, հյուրեր կան մեր մեջ, ինչպես մեզ սովորություն է սեպտեմբերի առաջին գիրագին կամ երկրորդ գիրագին, մեր մասնաճյուղերը իրենց անդամները կփոխանցեն, գիրակնորյայի են աշակերտներ, որոնք տարիքի մասած են, որ պատանյացի պիտի փոխանցվին, այսօր այդ արարողությունը կդարենք և պատանյաց են ոմանք, որ տարեկնին հասած է, որ երևս երդասարդ եղած են, հասակնին երգարած է, ուրեմն անոնք երդասարտած կփոխանցենք և ուրեմն հիմա գրավիրեմ գիրակնորյայի պատասխանատու Սեղբայր Աբաջյանը, որ իր աշակերտները դխրությամբ լսենք, կամ ուրախությամբ, փոխանցե պատանյաց առաջնորդին Սեղբայր Հալեբյան, հրամեցեք։ Ասված մեր գիրակնորյան կողմեց և հավական աշակերտներ ունեցանք, մանավանդ Vacation Bible School-ը, որ ունեցանք այս տարի բացարի է, 160 աշակերտներ ունեինք և
հաջելի էր իրենց անուշիկ երեսները թիվել և մանավանդ ամենե հաջելի մասը իրատնորյայի մեջ աշխատող ուսուցիչներուն և որ տեսնել, որ բզդիկները գելնեն և սաղմոսներ լսեն և ոսկերեն համարներ լսեն։ Իրավես հաջելի է օրումը պետք է կակ և թիրեք։ Նաև շնորհակալ ենք ան գամավորներուն համար, որ եկան և մեզի Vacation Bible School-ին օգնեցին։ Այս տարի, անցնող տարի 70 աշակերտներ ունեին Իրատնորյայի մեջ և 10 ուսուցիչներ ունեին, որ աշխատեին և հավադարմ ապարգուկային և բզդիկներուն Աստծո խոսք գունային։ Եվ նաև ունեին 4 հավադարին գամավորներ, որ մեր վեները գտշեին, որ բզդիկները գավակեին։ Շնորհակալ ենք ան ծնողներուն, որ վստահեցան իրենց բզդիկները մեզի, որպեսզի մենք կրնանք իրենց Աստծո խոսքը տալ։ Նաև շնորհակալ ենք ան անձերեն, որ իրենց աչքը միշտ 4 կողմը լվրացին, գնային բզդիկ մգա դեղմը, որ գիրատնորյա չեր տար։ Իրապես մեզի հաջելի է տեսնել այդ անցիկը, որ հետաքրքրված են, իրեն թրացին բզդիկովը, որ գիրատնորյա գերտան, թե ոչ։ Քանի որ մենք ամեն ինչ չենք տեսնել, դուք ծեր կովերը թրացիներ ունիք, որ բզդիկներ ունին, ամեն որ իրենց անուշիկ երեսները գտիվեն։ Հաջեցեք իրենց հրավիրել, ասեք, որ մենք գիրատնորյա, նախ հարցուցեք գիրատնորյա գերտակ, եթե չեն երտար, գիրատնորյամ ունինք, որ իրենց, եթե հրավիրեք, գիտեք, որ իրենց կյանքի մեջ փոփոխություն լինի եւ օրինեսն։ Այս տարի 8 աշակերտներ, որ հիմա բադանի են այլևս, 8 աշակերտներ շրջանավարտ եղան Իրատնորյային եւ անոնք, որ հոս են միան, անոնց անունները պիտի գարթանեն, կարծեմ, թե 2 օր չի կան, անոնց անունները պիտի գարթան եւ երբ որ թեմ ելնեք, հաջեցեք թեմին վրա գեցեք, գենալ, որ մեր հովիվը հաղորդեց ձեզ եղան։ Arman Kosayan. Georg Matosyan. Alin Asturian. Grace Fumjan. Lara Asilian. Gilda Tavityan. Իդխնդրեմ, որ մեր խորիվեն, որ աս նոր բադայներուն համար աղոտ է։ Երկնավորհայր քեզի փառք տանք այս մադրաշ յանքերուն համար։ Փառք տանք, որ հոգևոր մթնոլորտի մեջ անոնք հասակ գնեն։ Փառք տանք, որ Աստծո վախը գսորվին բզդիկ տարիքեն և գավոթեն գովներ, որ շարունակես կուպարի ծերքերը իրենց վրան բահեն
եւ գաղութային կորանոն քու ճամփաներով մեջ կալեն քու վախովդ եւ շնորհքովդ մեծնան եւ լան քեղեցիկ բարդեզներ ծաղիկներ քու բարդեզիտ մեջ եւ մեծնան եւ լան քեղեցիկ ծառեր քու այգիտ մեջ Ապրին քեզի համար, բգայեն քեզ և բանուր պարավորեն, սիրենք առողջան մեջ պահեն, իրենց իմաստություն դուր, իրենց հոգևոր տաստիարակության մեջ օգնե, որպեսի հարաճանան, կերեցիկ հավատացյալներ ունան և այդ երբով պարավորեն, կուանունըց Եվ վգայեն Տեր Հիսուսը և լան օգնություն իրենց շրջանակներում։ Տեր Հիսուսի անունով քո փառքիդ համար կխնդրենք, ասկե շնորհեմ մեզի։ Ամեն։ Դրակ և լիսած եզի գանցենք աս նոր բադայները։ Այլևս կողմուզիկ չէ, բադանի եք։ Ձեր առաջորդին ձեր կխոշեցվեք Բարի եկակսեն գրակների աշակերտներուն և լուսանք լավ ժամանակներն են բանյացի մեջ և ավելի կարևոր աստծո ավելի մնային և աստծո ավելի մոտ կկալեն։ Իմ պաժինս ես անգլերենով բիդունեմ գներեք ինձի, որ բադայներով կնտրինում այլ և բադայը մեխպայը նահոս է և իրեն կնտրինում այլ և երոր իզնեմ որև ավելի թուրիմ դրա ինձի անգլերենով են բադայներ ով գրաջույթ կնեգր ուզեք նպկայմ եք Ես ընտրեմ որ Վլադիմիր եղբայրը վեմ կա Վլադիմիր So, եղբայրը և լասարտած առաջնորդն է, ուրեմն նրա եղբայրը, մադայները ներգայացն է և լասարտած առաջնորդն։ Ուզեք նպկայմ եք հիմա, որ ավելի բաննակում։ This year we have 12 Balinese graduating from Balinese and some of them have already left for college and so you don't see 12 up on the podium. And I've been in Balinese for a while now and this graduating class has been amazing. It's one of the, as a group, they're one of the most amazing groups that I've seen for two reasons. One is, as far as leadership potential I see in this group, it's amazing. And already they've started working in Giraknoria and Balinese and I won't be surprised in a couple of years if you see that this graduating class are the leaders in the church. And second, more importantly, spiritually, I haven't seen so many Balinese at a young age become so serious with their in their walk with God. Spiritually, a lot of these guys are very strong, and sometimes I compare myself to them and I'm put to shame, and it makes me walk closer with God. And I'm just going to take 2 minutes here. When we started this year, I don't know if you guys remember, but I talked about a verse, and I was hoping that this verse would would come to life in your years in Balinese. And the verse is Psalm 34:8. Taste and see that the Lord is good. No matter how much we do Bible studies in Balinese, and no matter how much counseling we do, no matter how much we talk with each other, unless you guys taste and see for yourself that God is good, everything else is going to be almost a waste, I would say. And my wish is that during your Balinese years, you've tasted and seen that God is good. If you have, I have no worries about you because I know once you get that taste and you see that God is good, through college, through everything you go through, you're always going to come back to God no matter what the circumstances. And if you haven't, another thing that we've been talking about in Balinese is not giving up, perseverance. And if maybe you don't understand what this verse is talking about, all I would say is just keep doing it, keep doing it, keep doing it. And I know for sure, because God promised it, if you
keep on with God, you will eventually taste and see that He is good. Okay. Karen kazandı. Bahadurian Rafi. Sarkis Mezagopian. Jania Kojikian. Peter Dischekanian. Arda Orchanian. Finally, Bobos Fatalian. The Word of God says, some get to plant a seed, some get to water, some get to plow, and some get to harvest. Right now, in the Yerosavtas has a great pleasure of harvesting. At this time, just a beautiful crop that was left before for us. And it's a great, great day. I have to say though, I'm not a stranger to this group. Know some of them little well. We have scaled the mountains of Grand Canyon together. We have chased sunsets together. We have been chased by mountain goats and deers and park rangers. And we have withstood them all. So we know each other, and it's a great pleasure, and the level of excitement that this group brings to Yerosavtats, we're all looking forward to. At this time, I really would like to thank Harag and Lisa, and Girard, and all the other leaders who have diligently worked to bring this group together and hand them over to us. And I would like to tell you that we don't take this responsibility lightly. As the Word of God was being read this morning from Psalm 119, as Brother Mike read verses 1 to 8, I looked down at verse 9 and it says, "How can a young man keep his way pure?" The answer is, by keeping it according to your word. Well, we are committed to keep this group according to the Word of God. We're committed to bring them before the Lord. And we're really excited about what can happen and what will take place. And we have renewed our vows again before God that we will keep the young before Him. And we let them run with God and with His Spirit. We are really, really excited to have this group, and we really want to welcome them, and we're looking for some more excitement and growth in the Spirit of God. And it is a pleasure to invite all of them to our group and welcome them. I would like to ask this though, we can't do this alone, and there is one great responsibility put upon this church, and I would beseech you to pray for this group and uphold them in your prayers, as the future of this church and the Church of Christ lies with this group. And that is an awesome responsibility laid upon you and laid upon them. But if we keep our eyes on the Lord and keep on praying for this group and giving them the freedom to grow and keeping them, as the Word of God says, keeping them close to the Word, we will all glorify God, and someday He'll receive us in the kingdom. And someday, when the harvest comes, we'll all be harvested. Shall we pray? Lord Jesus, we thank you for this day. We thank you for this beautiful group of people, Father. We thank you for what you've done in our lives. And we thank you how you kept this family and how you've made us grow in you. Lord Jesus, I thank you for all the leaders who work so tirelessly and keep into your word, put up their time and effort, so that bring this fruit to this point. Lord Jesus, I just ask that we keep our eyes on you and keep our eyes on your word. And as we go about trying to serve this group, Lord Jesus, we just ask that your Spirit may be upon us and your grace abound in this church.
Father, I ask that you bless each and every one who's about to make this transition to the Yerdasatas. I ask all this in your name. Amen. Գրեթե բոլոր բադաններն ալ չանացել են իրենց առաջնորդը ընդօրինակել հասակով եւ հոգիով եւ ուրախ ենք որ իրենց երիտասարդ առաջնորդն ալ հասակով եւ հոգիով բարդության մեջ կապրի եւ վստահ ենք որ իրենք պիտի առաջնորդի հոգեվոր կյանքի մեջ նոր փորձառություններով եւ նոր ծառայության մեջ տերորտն է բոլորն կդակնստին Եվ ես միտխնդրեմ բոլոր գիրակնորիայի բադանյաց և երդասարտած մեջ աշխատող ծառայող պատասխանատու օգնագանի օգնական ուսուցիչ ուսուցչի օգնական բոլոր թողաջին ոտքի ելել որոնց համար պիտի խնդրեմ որ Պողոս եղբայրը մեր երեցները Պողոս եղբայր Աբաջյանը եթե ոս է այո աղոտ է հաջեցեք ոտքի ելել մեկ վակեմ Բոլոր գիրակնորիայի բադանյացի և երդասարտացի մեջ աշխատողները Այս պատեհության համար սրտանց քեզի փառք մատուցանի մեր Տերը, մեր Փրկիչը, մեր Աստվածը Շնորհակալ ենք որ ովդեր այս անգյունի մեջ աս եկեղեցին դրած ովդեր Շնորհակալ ենք որ ովդեր զավակներ տված ես որ քեզ կդածեն քեզի համար գաբրին քեզի համար կգործեն գաղութեմ որ ովդեր ամեն մեկ գործունեություն տուն մեծապես օրհնես ովդեր Գիրակնորիա դպրոցը անոր մեծ աշխատող ու զավակները ովդեր ավելի սուրբ հոգիով դեցնես ավելի գրագով այրես ովդեր Ավելի ովդեր կորձիթանթե պերնավորում, հոգիներուն անթե պերնավորում բարկևես, հոգիներուն համար ծավկաշող վիճակում բարկևես ովդեր, և զանոնք մեծավես օրհնես ովդեր։ Դարձյալ բադանյացի մեջ, անոնց առաջնորդները ամենն ալ օրհնես, և այսպես կու մեծ անունըդ փառավորվի ովդեր, երդասարտացը օրհնես, և այս մանուկները, երդասարտները, բադանիները ամենը կու փառքիդ համար աբրին, կու փառքիդ համար կործենք, Քեզ վկայենք և քու մեծ անունը ովդեր փառավորվի, գաղութեմ այս բոլոր եկեղեցին անդամները օրհնե և ովդեր գաղութեմ որ քու փառավոր քալստյանդ օրվան համար եկեղեցիդ զավակներդ ավելի մաքրությունով, ավելի սրբությունով ուզածիդ պես թուն պատրաստե և գաղութենք այս տարվա մեջ ովդեր ավելի օրհնե մեր հովիվը ավելի հոգիով լեցուր և գաղութենք որ ովդեր մեծ հոգևոր արտնությունը ուզենք տեսնել աս եկեղեցիի մեջ ովդեր հավատացյալներ նորոգվին, ինգացներ վերականգնին և մեղավորներ մանավանդ ովդեր քեզ գտնան իբրև իրենց անձնական փրկիչը։ Այս բոլոր փառքները մեզի համար մենով, մեզի համար իր անքին այրունը տապող Տեր Հիսուս Քրիստոսի անունով կխնդրենք, երկնավոր հայր ու փարից երկեր բարգևե մեզի։ Ամեն։ Ոս ուշացած կնադանքի խոսք ունարունենք Մայք եղբայր Պամբագյանին, որ մգո եղբայր ալջանցվի, պիտի խնդրանք, որ մգո եղբայր արջև կա, և եղբայրը 1989-ն ռամե մգո եղբայր։ Եղբայրը 1989-ն մինչև 1994 5 տարիներ բադանյաց առաջնորդի պաշտոնով ծառայեց այս եկեղեցիներս։ Շատ նվիրումով, շատ գործին նախանձավորությամբ, նախանձախնդրությամբ և ուղղակի մի քանի անգամ արտահայտված է արդեն այս բեմեն բզդիկները սիրելով, իր զավակներում մեզ սիրելով և անչափ սիրեց, որ Տեր իրեն
ոստացավ զավակ մդալ եւ մոտադենեն ինքը իր զավակն արվիդ ունենա, բայց դա գավին սերունի, բոլոր բալաններուն հանդեպ եւ Կորձը ընդարձակվեցավ եւ փոխանցեց նոր առաջնորդներուն, Ռագին եւ Լիզային եւ իր բոլոր կորձագիստներուն եւ եկեղեցին գնալե մգոյ փորձարայությունը։ Ոս իրեն ասպլակը գուտանք, որ մեր եկեղեցին գողմե որպես իշադակ իր դունի բադենգախեգսե Mike Pambakian in recognition of service in Badayat, September 1989 to April 1994. Your soft, gentle voice spoke words of compassion, your calm, pensive character portrayed godly wisdom, and your humble, serving spirit reflected the love of God. We sincerely thank you, Maguch, for the lasting memories of happy times. ABBC, Badayat, July 1994. Խնդրեմ, որ Սամեղբայրը այս պլակը հասնե մգոյեղբոր։ Մենք ուրիշ խոստում նալդված ենք, եթե հոս է, Հովիկ Պատատյան հոս է, Եթե հոս չէ, հոս է, Եգուր, այս տվեր Հովիկ Պատատյանին է, որ սուր կիրկի բոլոր կիրկերուն անունները ծայրեի ծայր, առանց սխալի արդասանեց, և որ մոսկի արվիդ արդասան է, ուրեմն այս տվեր իրեն գուտան։ Ալենքույր աստաջյան նվակով դերը վիդի պարապան է, որ մեի հետ պատկամը վիդի իմ գնտրեն, ինչպես այսօր սպեշլ պրոգրամն է, ամպերությամբ, դերոչ արջև գերան զինքը ունգնտրեն։
Շնորհակալ ենք Ալին։ Նույնին առնչագից հատվածը գտնվի 3-րդ թիվ թագավորաց 16-րդ գլխուն 29-ին 34-ի մեջ փայծ ժամանակ շահելու համար պիտի չգարտամ այդ հատվածը։ Այս հարգում ուզեմ ցեզի խոսիլ ժխտական աստեցություններու մասին։ My theme this morning is negative influences. Եվ Ակաբ թագավորը իբրև օրինակ պիտի տնեմ ձեր առջև։ Ahab the king is an example. Անցյալ գիրակի արդու հարի մարդու մասին խոսեցած ցեզի, այս արդուալ չար մարդու մասին։ Եվ Աստծո խոսքը այս մարդուն մասին, այսինքն Ակաբի մասին գսե, եւ Ամրիի որդին Ակաբ բոլոր իր մի առաջ յովներեն ավելի դերոջ առջև չարություն ըրավ։ Իր մի առաջ Հերոփովամ աննով մեկը գար, որ այս մարդը Սողմոնի պաշտոնյաներեն էր, ավստամբեցավ Սողմոնի թեմ, Եգիպտոս գնաց, եւ ետքը երբ Սողմոն մեռավ, եկավ, եւ իրեն բերս ժողովուրդն ալ ավստամբեցուց Սողմոնի որդվույն Ռոփովամի թեմ, եւ Իսրայելը փայժնեց, երկուքի փայժնեց այս Հերոփովամի օրով երկու ցեղեր, այսինքն Հութա եւ Փենյամին հարավային թագավորությունը կազմեցին, իսկ մնացյալ 10 ցեղերը Հերոփովամի թագավորության տակ հյուսիսային թագավորությունը կազմեցին եւ Ակաբ հյուսիսային թագավորության, այսինքն 10 ցեղերու թագավորն է։ Եվ Ակաբ 918 թվականին Քրիստոսի առաջ թագավոր եղավ եւ 22 տարի թագավորություն ունեցավ։ Եվ առաջին կետը, որ գուզեմ հիշել, իբրև ժխտական աստեցություն ըլլա Ակաբ կյանքին, ըլլա մեզ ամեն մեկուն կյանքին մեջ, մեր ինգած երձանած բնությունն է։ The first negative influence in Ahab and in every one of us is the depravity of human nature, to which we are all prone. Մենք նույնիսկ հոգևոր ընտանիքներու եւ հոգևոր ծնողներ մեղանչական բնությունով գծնին։ Եվ այդ բնությունը գստիպե ենթական, որ մեղ կորձ է։ Բստիկ դրամը կամ աղջիկը 2 տարեկան գսկսի սուտ խոսիլ, գսկսի չարություննել, գսկսի աննազանություննել, իր մորը, իր հորը թեմ, գսկսի կողություննել, մայրը չսորվեցուց այդ բաները իրեն, ոչ ալ հայրը, թբրոցալ չի կնած, որ ասենք իր թբրոցական ընկերները սորվեցուցին, ով սորվեցուց այս բստիկին, այս մեղքերը կործելը, այդ մեղանչական բնությունով աշխարհ եկավ, իր բնությունը իրեն սորվեցուց, ծառը իր բդուղը գուտա եւ մեղանչական բնությունով ծնած մարդնալ իր բդուղը պետք է հավատարմապար արդատրե եւ այդ բդուղը մեղք է։ Մենք իբրև մեղավորներ մեղքը կործենք հագարակ մեր գամքին, առանց ուզելու, որովհետև մեր մեղանչական բնությունը մեզ կբարդատրե, որպեսզի մեղք կործենք։ Եվ առաջին ժխտական աստեցությունը, որն մենք ենթակա ենք, մեր մեղանչական բնությունն է։
Բայց Աստված ողորմած եւ բարեկոտ լալուն համար չուզեր, որ մենք այդ մեղանչական բնության քերին դառնանք, զոհ երթանք, Գարկատրություն ըրած է, որովհետեւ այդ բնությունը փոխվի, ինչպես կփոխվի այդ բնությունը ապաշխարությունով եւ վերստին ծնունդով։ Երբ մենք ապաշխարենք իբրե մեղավորներ, երբ վերստին ծնության փորձառությունը ունենանք, մեր բնությունը կփոխվի եւ մենք աստվածային բնության հաղորդ կլանք։ Հիմա քայլը քարնուգի փոխվեցավ։ Հիմա բնությունը փոխվեցավ։ Եվ նոր բնությունը, նոր փապակներ իր հետը բերավ, եւ այս նոր փապակները հին բնության փապակներուն հագարակ փապակներ են։ Ինչ որ հին բնությունը կփապակեր, նոր բնությունը անոր ճիշտ հագարակը կփապակի։ Այս կերպով մեղքի հարցը լուծված կլա, որովհետեւ այս նոր բնության մեջ Սուրբ Ոգին գիշխե հավատացյալին սրտին մեջ, Սուրբ Ոգին կգարավարե զինքը եւ Սուրբ Ոգին զորություն կտա, որպեսզի այդ միևնույն անձը գարենա թեմ տնել բոլոր կյանքի փորձություններուն, որպեսզի գարենա մեղք չգործել։ Ինչ է տարբերությունը մեղավորին եւ հավատացյալին միջեւ, այս է տարբերությունը, որ մեղավորը մեղք կգործե եւ չգրնա մեղք չգործել, բայց հավատացյալը գրնա մեղք չգործել։ Այս է տարբերությունը։ Մեղավորը ուզելով մեղք կգործել, մեղքը կփնտրե, մեղքն կախորժի, բայց հավատացյալը չուզեր մեղք գործել եւ եթե մեղք գործելու լա հակառակ իր կամքին ցավ կսկա, անգեհաջուրդ չարներ, կխճարվի իր գործած մեղքին համար։ Այս է տարբերությունը։ Ուրեմն, թեև մենք ժխտական աստվածությունով աշխարհուկանք, թեև Աքաբ այս ժխտական աստվածությունը ուներ իր սրտին մեջ, բայց եթե ապաշխարած լար, եթե Աստծո հետ կալեր, եթե Աստծո պատվիրանքներուն հետևեր, պիտի չլար այն, ինչ որ եղավ։ Եվ շահեցավ Իսրայելի ամենեն բադ, ամենեն քեշ թագավոր դիդվոսը։ Երկրորդ ժխտական աստվածությունը Աքաբի բարակային եւ մեզ մեգուն բարակային գրնա նույնը լալ քեշ ամփարո հայր մոնենալն էր։ Աննվաստ ընտանեկան շրջանակը գրնա ժխտական աստվածություն լալ վայր մեգուն կյանքին մեջ։ The second negative influence in the case of Ahab was his wicked father, from whom he learned much. Ahab vorkan vor al kesh mega yagatzallah միջավայրը ավելի թյուրություններ կուտա, նվաստավոր պայմաններ կշնորհե, որպեսզի քաչալերվի իր մեղքին մեջ, իր քեշության մեջ, որպեսզի հարաճանա իր մեղքին մեջ, որպեսզի հեռանա Աստծո Եվ ճիշտ այդ մթնոլորտը կդավ այն ընտանիքին մեջ եւ այդ հոր աստվածության տակ, որ գրնար այդ վիճակը մեջտեղ բերել։ Փարասեր թագավորումներ Աքաբ եւ գսվի որ թեև Անտիոքոս Էպիֆանեսի եմ Ներոյի պես քեղ արվեստասեր մեկներ միևնույն հադեն ուներ գարկմը քիծեր իր նկարագրին մեջ, որոնք գթյուրացնեին Աստուծո հերանալը եւ
մեղքի մեջ արմադանալը։ Երորդ ժխտական աստեցությունը ակապի բարակային իր սղալ ամուսնությունն էր, հեսակերի վես վադահամպավ մեկուն հետ ամուսնանալը իրեն համար շատ վնասակար եղավ։ The third negative influence was his union with Jezebel, who was a heathen princess. Ուշկամ գանուղ, երդասարտներ պետք է այդ քայլ առնեն, բայց որքան լուրջ հարց մնե այս ամուսնության հարցը, եւ ակապի բարակային մենք գտեսնենք, որ այս գենը շատ վնասակար եղավ ակապին։ Երբ մեկը միտքը թրած է, որ մեղքի մեջ շարունակե կալել, եւ սատանան գտեսնե, որ մեղքեն գախորժի եւ մեղքը գսիրե, եւ չուզեր մեղքեն հայտնվել, թյուրություններ գնցայե իրեն, որովհետեւ ոչ միայն մեղքի մեջ կալե, այլ նաեւ մեղքի մեջ հարաճանա։ Եվ այսպես եղավ ակապի բարակային, երբ սատանան տեսավ, որ այս երդասարտը մեղքեն գախորժի, մեղքը կործե, ուրիշներուն մեղք կործել գուդա, ասորդ իմացը Եզապել աննով կեղեցիկ գրաբաշտ իշխանուիմը հանեց և ակապ այդ աղջիկն հետ ամուսնացավ։ Այս աղջիկը գրաբաշտ թագավորիմը աղջիկն էր, շփացած աղջիկը, որ միոնադեն շատ անկուտ աղջիկն էր, չարասիրտ մեկը, խորամանկ վարպետ մեկը, և այս ամուսնությունը ակապի գործանման պատճառ եղավ։ Մեկն էր Եզապել, որ գիտեր իր ամուսինը իր աստիճան դակ առնելու ցևը։ Իր թրթմով ակապ փարի և աստարովտի Բաշտամունքը որդեգրեց և ոչ միայն որդեգրեց ինք, այլ ժողովրդին ալ ստիպեց, որպեսզի այդ գրաբաշտությունը որդեգրենք։ Եվ Սամարիայի մեջ գրադուն շինեց և սեղան կանգնեց։ Հետո այ և գին սկսան բարեբաշտ իսրայելացիները հալածել և ամեն միջոց կործածել այս օդար գրոնքները ընդհանրացնելու Իսրայելի ժողովրդեն ներս։ 850 մարգարեներ գբահեին բալադին մեջ և թագավորը ասոնք կգերագրեր։ Մինչ մյուս կողմեն բոլոր աստվածավախ մարգարեները հալածեցին, հանդարգեցին, սպանեցին, չարտեցին։ Չորրորդ ժխտական աստեցությունը ակապի կյանքին մեջ Իսրայելի ժողովրդին անդարգայությունն էր։ The fourth negative influence in the life of Ahab was the utter apathy of the people of Israel, the sheer indifference. 10 ցեղեր, մի քանի միլիոն հոգիներ
Եվ ասոն Աստծո ընդրյալ ժողովուրդն են, Աստծո առանձնաշնորհյալ ժողովուրդը, Աստված իրենց օրենք տված է, իրենց քահանայություն տված է, մարգարեներ տված է, ողջագեզներ ու թրություն, ձեսեր, արարողություններ, Աստվածային քիրության ասոնք արժանացած են, Աստված ինքը հայտնած է Իսրայելի, ցևոմը, որ ուրիշ որևէ մեկ ասկին չէր հայտնած, ասոնք Աստուծո հարազատ ժողովուրդն են, եւ ասոնք Աստծո ճամփուն մեջ հայրավոր դարիներ ապրած են, Աստծո օրենքը գիտեն, եւ հիմա թակավոր մգել է, եւ թակոյի մգել է, եւ գուցե զիրենք գրաբաշքյան դարձնել, եւ այս ժողովուրդը ոչխարի պես անդարբեր բոլորովին, անհոգ, փոխանակ միացյալ ջագատ մգազմելու եւ ոտքի ելնելու, փոխանակ ասելու, որ ասիկա մեր բաբերուն գրոնքը չէ, մենք Աստծո ժողովուրդն ենք, մեզի գրաբաշքյուն չվայրեր, փոխանակ ապստամբելու եւ բալադին վրա հարցակելու, ինչպես շատ մեր երկիրներում մեջ հրած են, դիկտատորներ բարարած են, իրենց քահեր են, իրենց աթորներ են, որտեղ ժողովուրդը ըմպոստացած է, եւ այս ժողովուրդը փոխանակ այդպես ընելու, բոլորովին լրեցին, բոլորովին անդարբեր գեցան, եւ թեև գային ասոնց մեջ 6000 փոքիներ, որոնց մասին կգարտանք, որ փաղի ձուն չգրտնեցին, անոնք կարկացին քարայրներու մեջ բախվդեցան իրենց կյանքերը փրկելու համար։ Եվ այդ լրությունը, այդ անդարբերությունը, այդ հանդուրժողությունը քաչալերեց Ակապը եւ Հեսափելը, որովհետեւ այդ գրավաշությունը բարդացրեն Իսրայելի ժողովրդի վրա։ Այս անդարբերությունը շատ քեշ բան է։ Այս պատասխանատվության գիտակից չլալը շատ քեշ բան է։ Եթե Իսրայելի ժողովուրդը տարբեր գերբով վարված լային, Ակապ եւ Հեսափել պիտի չգնային Իսրայելը գրավաչ դարձնել, նույնիսկ իրենց քարը պիտի գործընծնեին, բայց ավաղ, որ այդպես չեղավ։ Անդարբերություն մը գա ժողովրդին մեջ եւ հավատացյալներու մեջ, որ շատ լավ բան մը չէ, ընդունելի բան մը չէ։ Ասկի 2 տարի առաջ նախագահական ընտրություն եղավ։ Եվ վիճակագրություններ ցույց կտան, որ ավետարանական համայնքեն 15 միլիոն հոգիներ կվեճդվին։ Եվ մասնակիցներ գսեն, որ եթե այդ 15 միլիոն ավետարանականներ փոխանակ անդարբեր մնալու, լսեին մենք իբրև քաղաքացիներ, բարդականություն ունենք, պատասխանատվություն ունենք, նախագահ պիտի ընդրվի, նախագահի պաշտոնը շատ կարևոր է, մենք պետք է երթանք, մեր ցայնը լսելի տանք, մեր քվեները տանք, որպեսզի լավ մեկը, հոգևոր մեկը նախագահ ընդրվի, փոխանակ այդպես սելու, ասին ինչ կլա իմ չերտալոս։ Եվ դակավին Ամերիկայի մեջ եկեղեցիներ կան եւ հավատացյալներ կան եւ քարոզիչներ կան։ Այս բոլոր բաները դեսնեն են վերջը, որ ժողովրդին անդարբերությունը այս երկիրը թժողքի կվերածե աստիճանաբար, դակավին գանտիկնի նսելու եկեղեցվա կորձը ավետարանը քարոզել է, հոգիներով փրկությունով հետաքրքրվել է, քաղաքական խնդիրներով մենք պետք չէ հետաքրքրվի, այդպես սովներ կան։ Եվ սատանան իրենց վրան կխնդա, գսե դուք այդպես քարոզեցեք, դուք քնացուցեք ձեր ժողովուրդը, անդարբեր բայեցեք, ես մյուս կողմեն ուրիշները ոտքի պիտի հանեն, որոնք սխալ մարդիկ պիտի ընդրեն, որպեսզի այս երկիրը բոլորովին քայքայվի, գադարյալ դժոխքի վերածվի։ Քալի գնդրության
ես կանցնարեմ, որ ցեզ միանոնք, որոնք ընդրելու իրավունք ունին, անպատճառ այդ իրավունքը կործածեն և իրենց կվենդան այն մեսիներու, որոնք հագարակ են սխալ բաներու, հագարակ են բոլոր այն բաներու, որոնց Սուրբ Գիրքը հագարակ է։ Եվ 5-րդ կետս այս է, որ այս բոլորին իբրև արդյունք Իսրայելի մեջ վիճակը կոյացավ, չափազանց քեշ վիճակը, անգրունության վիճակը, գրաբաշտյան վիճակը, և այնպեսի բաներ ըրին Իսրայելի այդ շրջանին, որ որևէ մեկը չէր գրծած այդ բաները ընել։ Հեսուեն մինչև Աքավ 533 տարի գնե։ Եվ Հեսու մարգարեություն ըրած էր, և ասիկը գարտանք իր 6-րդ գլխում 26-ի մեջ։ Եվ այն ադեն, Հեսու երդում ընելով ըսավ, դերոջ արջև անիջալ ալլա այն մարդը, որ ելլ է ու այս Երիկով քաղաքը շինե, իր անցրանիգով անոր հիմերը տնե ու անոր թրներն ալ իր բզդիկ դղով գանքնե։ Եվ այս անեծքը հարկվեցավ 533 տարի։ Սակայն ապստամբության և հավատուրացության այս շրջանին գտնվեցավ մեկը, Փեթելացի Հիել անունով մեկը, որ ասպարեզ գարտած Հեսուի, ելավ բարիս պշինեց, և հիմը թրած օրը իր անտրանիկ զավագը ապիրոն մերավ, ըստ Հեսուի ըրած մարգարեության։ Եվ այս մարդը փոխանակ աստարարվելու, փոխանակ բախնալու, ելավ շարունակեց իր հանդգնությունը լմնցուց բարիսները և թրները տնելու օրնալ իր գրծեր զավագը Սեկուրը մերավ, ով հանդգնած է Աստծո հագարագիլ և հաճողություն կդած է, ով հանդգնած է Աստծո թեմ ապստամբիլ ու անբադիշ մնացած է։ Կշենք մեր քայլերը, ուշադրություն ունենք մեր գործերուն, քննենք մեր գեցվածք Աստծո հանդեպ, հիշենք, որ մեր Աստվածը մաշող գրագ է և սարսափելի բան է կենդանի Աստծո ցերկը ինալը։ Եվ այս հայրտով ուզեմ մեր երդասարտներում մի քանի խոսիլ, քանի որ նյութը հարմար է։ Ամուսնությունը շատ լուրջ հարց մնե և Աստծո խոսքը մեզի կպատվիրե, որ հավատացյալ երդասարտն պետք չէ անաբաշխար աղջկան հետ ամուսնանա և հավատացյալ աղջիկը պետք չէ անաբաշխար դվում հետ ամուսնանա։ Այսինքն շատ հստակ Աստուծո պատվերն է։ Եվ Աստված բացարձակ որևէ պատճառաբանություն չընդունիր։ Լավ է եկեղեցի գուքա, հագարակ չէ, լավ ընտանիք է գուքա, ասոնք երբեք քո ապցիչ պատճառներ չեն։ Միայն դերոճմով գսե առակյալը։ Ուրեմն մենք պետք է հարգենք Աստծո խոսքը։ Աքավ չհարգեց այս պատվերը, որովհետև երբ Աստված պատվեր կուտար Իսրայելի ժողովրդին Մովսեսի Պերնով, Մովսես ըսավ, երբ Կանանու երկերը մտնեք, այդ գրաբաշտ ժողովրդին հետ խնամություն պիտի չնեք, ձեր աղջիկները անոնց պիտի չդակ և անոնց աղջիկները ձեր դակներուն պիտի չառնեք, որովհետև ըսավ, եթե այդպես ըլլալու ըլլա, անոնք ձեզ իրենց գուրքերուն պիտի մոլորեցնեն և ճիշտ այդպես եղավ։ Աքավ այդ պատվերը չհարգեց։ Եթե Հեզակելը
արած չլար, խնդիրը մինչև հոն պիտի չհասներ։ Բայց հեզակելի պես քեշ, վատ, աղջկա մի հետ ամուսնանալը իր կանտումին գործամին պատճառով։ Եվ ասկե ուզեմ իբրև աստարարություն։ Աղջիկներ, առանց ամուսինի մնացեք, մինչև ձեր կյանքին վերջը, բայց սխալ ամուսնություն ունեք։ Եվ դղակներ, առանց կնոջ մնացեք, մինչև ձեր կյանքին վերջը եւ սխալ ամուսնություն ունեք։ Որովհետև Աստուծո օրհնությունը եթե չի ընտանիքի վրա, այդ ընտանիքը երբեք խեղճ չներ։ Եվ Աստծո օրհնությունը չի գերնար հանգչիլ սխալ գարկատրության վրա։ Եթե զիս կանչեն եւ ասեն ասոնք նոր ամուսնացան, աղոթե որ Աստված օրհնե, մեկը հավատացյալ, մյուսը անաբաշխար։ Ես չեմ օրհներ այդ միությունը, որ սխալ միություն է։ Աստծո անեծքը կհանգչի այդ միության վրա, ոչ թե օրհնությունը, ես ինչպես կրնամ։ Ուրիշ բան մի ևս կուզեմ հիշել, քանի որ մնալու մնացինք, ինչ մի Ինչ է գրավաշտությունը։ Գրավաշտությունը բուրկը աստուծմե ավելի կերատաս նկատել և նախնդրել է։ Ընդրություն մը գտրվի մեր արջև, կսվի աստվածը մգա, Եհովա աստված, և անոր կովնալ պահալ մգա, աստարով մգա, և տուն աստարով të գնդրես, պահալը գնդրես, գրավաշտ կլաս, բայց այդպես ընելովըտ, այդ ընդրությունովըտ, զաստված բոլորովին գմերվես, ոտնագող գնես, մեկ գոն գտնես։ Ամեն անգամ, որ այս պեմեն ավետարանը կկարոսվի։ Ամեն անգամ, որ այս պեմեն Քրիստոս իբրև փրկիչ կներկայացվի ժողովրդին։ Եվ հրավեր կդրվի մեղավորներուն, անաբաշխարներուն, որպես աբաշխարեն, որպես Քրիստոսը ընդունին իբրև փրկիչ։ Եվ ամեն անգամ, որ այդ հրավերը կդրվի եւ անաբաշխարներ Հիսուսը չեն ընդունիր, այդպես ընելով, նախնդրած կլամ մեղքը եւ սատանան, ինձի եւ Աստծո ուսած կլամ, որ մեզ անանքիս միներ, մենք քու աստվածը չենք ուզեր, զաստված կգող կրդեն և կգարչին իրենց մեղքին, սատանային և իրենց հին կյանքին, ասկե գրավաշտություն է։ Հոգչետ է ձանր գուկա ասկա ծեր ագանչիներուն, տանաբաշխարներուն, որոնք կմերժեք աբաշխարել, բայց ես գուցեմ իմ բարդագատյունս կադարել և ցեզի ցուցունել, թե որքան լուրջ է ծեր հանցանքը, երբ դուք կմերժեք Հիսուսը և չեք աբաշխարել։ Մեկը շատ մեղքեր կործելու պետք չունի թադաբարդվելու համար։ Հվա միայն Հիսուսը մերժե, անիգա ամենամեծ մեղքը կործած կլա, Աստծո խոսքը գսե լույսը եկավ և խավարը նախնդրեցին, որովհետև իրենց սիրտերը չարեին, որովհետև մեղքը սիրեցին։ Եվ մենք Հիսուսը կբերժենք, Աստծո ուսած կլանք, մենք պետք չունենք քու փրկիչ, ոչ ալ քեզի։ Քու ունելիքդ միայն մեզի առողջություն դուր, մեզի հաջողություն դուր, մեզի արադություն դուր, մեզ օրհնե գրծածից չափ, բայց մեր ներքին գործերուն մի խառնվիր, Ցկե մենք երթակ մեր ջամփան ուզածին պես, մեր մեղքը կործենք,
մեր հաջույքը ունենք, աշխարհը վայելենք, մեզ մի ստիպեր, որ քեզ ենազանտինք։ Ասկար ուշադրության գուցեմ անցնել բոլոր այդ սիրելի հոգիներուն, որոնք դակավին չեն ապաշխարած, որբեսի ժամանակ ապաշխարեն։ Որովհետև գրաբաշխության մեջ կապրի, շատ դարներ առաջ Հունաստան ես կկարոզեի օրմանսի ձեզ միանոնք, որոնք նսի այս հրավերը չեն ընդունել և չեն ապաշխարեր, Քրիստոսը սի գխաչեն, իրենց ցերկերով գխաչեն, և ասկայիցին մեկը շատ զայրացավ, ինչը ըսավ մեզ, ըսավ Քրիստոսը խաչող գրիր և այլն կանգարեցավ, ըսի երբ այրսի ճիշտ այդ է, խոսքս ետ չեմ արներ, երբ քեզի գսեմ ապաշխարե, Հիսուսը ընդունե, և տուն Հիսուսը չես ընդունիր, կշարունակես քու մեղքի ճամփատ, քուն ցերկով դասե Հիսուսը գխաչես, տակվեր բանը չես ուներ, չընդունիր, Հիսուսը չընդունիր գրավաշություն է, Աստված գող կրդել է, Աստված բոլոր անապաշխարները այդ մեղքեն, այդ ապստամբտեն են, Եվ բահել։